Ես մեկ անգամ ողջունում մեր շատ սիրելի հեռուստադիտողին, դե ինչ անցնենք առաջ հունիսի 27-ին ժամը 17-ից Երազայգում 6-րդ տարին անընդմեջ տեղի կունենա ամառվա ամենասպասված գրական, մշակութային ու այս տարի նման մարզական Summerfest փառատոնը։ Նույն վայրում, նույն էներգիայով, բայց նոր մասշտաբով։ Այս տարվա գլխավոր թեման ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2026-ը։ Մեծ խաղը սկսվում է այստեղ գրքերի, հերոսների, խաղերի, երաժշտության ու պատմությունների մեծ բեմում այս ամենի եւ օրվա ընթացքի մասին խոսենք մեր հյուրեր, իսկ մեր հյուրերն են Նյումեգ հրատարակչության գրական ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյանը, լույս, եւ հրատարակչության կորպորատիվ եւ միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանը, կարդալու համար 4։ Բարի լույս։ Լավ, դուք։ Շատ լավ։ Հերիխ Մխիթարյանի հետ հանդիպում, գրքերի շնորհանդես, Twin Music, անսպասելի հանդիպումներ, մի խոսքով, վաու, ինչպես միշտ 6-րդ տարին, ինչ է սպասվում այս անգամ։ Ինչպես նշեցիք, մասշտաբը այս տարի եւ կոնցեպտը մի փոքր փոփոխված է մեր Նյումեգ Summerfest-ի, որովհետեւ մենք չէինք կարող անմասն մնալ ֆուտբոլային տենդից, որ այս օրերին համակել է ամբողջ աշխարհը, եւ մեր գրական փառատոնն էլ ունի սպորտային երանգներ, նախ որովհետեւ մեր գլխավոր հյուրը եւ աստղը մեր լեգենդ պարծանք Հենրիխ Մխիթարյանն է։ Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը գիտեք, որ Նյումեգն է հրատարակել եւ մեր Winterfest-ին այն ներկայացրեցինք այս տարի, ցավոք Հենրիխը այդ ժամանակ չկարողացավ ներկա լինել շնորհանդեսին եւ ինչպես խոստացել էինք մենք եւ Հենրիխը, Summerfest-ին ընթերցողը եւ երկրպագուները կարող են հանդիպել Հենրիխի հետ, ստանալ իրենց գրքերը Հենրիխը կմակագրի, իհարկե այդ ամեն ինչը մենք պետք է անենք շատ կազմակերպված եւ հերթով, որովհետեւ բազմա հազար են այն երկրպագուները, որոնք գալու են այդ օրը եւ որպեսզի տեսնեն Հենրիխին եւ նրա հետ հանդիպեն, ստանան ստորագրությունը։ Այնպես որ մեզ սպասում է շատ հետաքրքիր եւ post factum գրքից հետո արդեն զրույց Հենրիխի հետ եւ ոչ միայն մնացածը կարծում եմ Նանեն կպատմի։ Սիրով, ինչպես Անին նշեց, ֆուտբոլի աշխարհի առաջնությանը զուգահեռ մենք գրական աշխարհի առաջնություն ենք փորձել կազմակերպել եւ այսպես սպորտը, գրականությունը, մշակույթը մեկտեղել։ Դրա համար 5 նոր գիրք ենք ներկայացնելու, բայց ինչպես մեր բոլոր փառատոնների դեպքում է, մենք չենք սահմանափակվում միայն գրքի շնորհանդեսով։ Շնորհանդեսներն ուղեկցվում են տարբեր երաժշտական, մշակութային, այս դեպքում նաև մարզական միջոցառումներով, մաստեր կլասներով։ Այս անգամ ունենալու ենք մի քանի բեմ ու տաղավար, մի քանի զոնա։ Գլխավոր բեմը լինելու է գլխավոր միաժամանակ Գլխավոր զոնայում լինելու են գրքերի շնորհանդեսները, հիմա գրքերի մասին էլ մանրամասն կզրուցենք, ունենալու ենք առանձին սպորտային զոնա, որտեղ ֆուտբոլի մաստեր կլաս է լինելու Դավիթ Մանոյանի եւ Հայկ Ֆրիստայլի հետ, պատայները նրանց շատ սիրում են, ճանաչում են ու վստահաբար շատ սպասված է լինելու ժամանակ այնտեղ կկարողանան անցկացնել, թենիսի հատված ենք ունենալու, վարպետաց դաս ենք ունենալու ենք սուսերամարտի այսպես մաստեր կլաս, որպեսզի ասպետների արվեստին նաև ծանոթանան մեր հյուրերը։ Կարող եմ մասնակցել։ Այո, առաջին անգամ ձեռքը վերցնել եւ փորձել ինչպես Նաև բասկետբոլի, այո, շատ ճիշտ իդեպ անցում արեցիք, որովհետև մեր գլխավոր գրքերից մեկը լինելու է Դյումայի 3 հրացանակիրները։ Մինչև դրանք անդրադառնանք, ունենալու ենք նաև առանձին զոնա 2 գրքերի համար, որոնք մեր գրական ակումբի անդամների հետ ենք ներկայացնելու։ Արդեն կես տարի է Նյումեգը ունի իր գրական ակումբը, Newmeg Signature Club-ը, եւ մենք հնարավորություն ենք տվել ակումբի անդամներին մինչև գրքի հրատարակվելը ծանոթանալ գրքին, կարդալ գիրքը եւ հենց իրենք էլ կներկայացնեն 2 գրքերը Գեորգի Գասպարդինովի ժամանակի ապաստարանը։ Գասպարդինովը բուլղարացի ժամանակակից հեղինակ է, հենց այս գրքի, այս վեպի միջոցով է միջազգային ճանաչում ձեռք բերել, ինչպես նաեւ Ռիչարդ Օսմանի Սպանությունների ակումբ ամեն 5 շաբթի դետեկտիվի 2-րդ մասն ենք հրատարակել։ Սա 4 թոշակառուների, արկածների մասին պատմություն է, ինչպես է նրանք բացահայտում իրական
իրական հանցագործություններ եւ այս երկու գրքերը եւս շատ սպասված էին մեր ընթերցողների կողմից ու իհարկե մեր գործընկերներն են ունենալու իրենց տաղարները եւ ամենակարևորը գրքերի վաճառքը, տոնավաճառը, մեր բոլոր գրքերը 40% զեղչով են ներկայացված լինելու։ Իսկ ինչ միջազգային համագործակցություններ են ներգրավված այս տարվա ծրագրում։ Մեր բոլոր գրքերը իրենք իրենցով կարող ենք ասել, որ միջազգային համագործակցության արդյունք են, որովհետև շատ երկար ու բարդ process է իրականում նախ գրքերի իրավունքները ձեռք բերել, հետո դրա հետ կապված բազմաթիվ թղթաբանական եւ այլ փուլերով անցնել, ինչպես նաեւ այս տարի մենք ներկայացնում ենք Անդրեա Աղասիի անկեղծորեն ինքնակենսագրականը, մեր հայազգի հայրենակիցը շատ ենք ունեցել սպորտային ինքնակենսագրականներ, բայց այս մեկը իսկապես մեզ համար յուրահատուկ է, որովհետև ինչպես գրքի վերնագիրն է ուշում, շատ անկեղծ, շատ ուղիղ տեքստով ներկայացնում է իր անցած ճանապարհը, որը ամենևին էլ նման չէ այն success story-ներին, որոնք մենք սովորաբար գիտենք։ Այսինքն նա պատմում է, որ ի սկզբանե չի ուզել թենիսիստ լինել, չի ուզել այդ ճանապարհով անցնել եւ կարողանում ենք հենց նրա առաջին դեմքից նրանից հասկանալ, թե ինչ ճանապարհ է առհասարակ անցել Աղասին։ Եվ միջազգային այո, եւ միջազգային համագործակցությունների առումով կարող եմ ավելացնել, որ մենք գրեթե բոլոր մեր հեղինակներից ունենք տեսաուղերձներ եւ սա Նյումեգի պրակտիկան է, երբ մեր միջազգային արտասահմանցի հեղինակները անպայման ուղերձ են հղում հայ ընթերցողին եւ նրանք եւս մոտիվացնում են, որ պետք է կարդալ այս գրքերը։ Մեր 5-րդ գիրքը, որ այս տարի ներկայացնելու ենք Summer Fest-ին, արդեն ֆուտբոլային է լինելու եւ այո, 11 ինչու են ֆուտբոլ խաղում 11/11-ի։ Այս գրքի թարգմանիչը ես եմ, դրա համար մի փոքր իրավունք վերապահեցի ինձ այդ գրքի մասին եւս նշել, որովհետեւ սա շատ կարեւոր է, որպեսզի պատանի ֆուտբոլասերները, ապագա աստղերը, ապագա հերիխները հենց սկզբից ակունքներից ծանոթանան մարզաձևին, որովհետեւ սա ամենամասսայական, ամենասիրված սպորտաձևն է, շատ հետաքրքիր է, հումորային եւ անսպասելի փաստերով, գաղտնիքներով լի, այնպես որ ֆուտբոլը մեկ այլ տեսանկյունից են մեր ընթերցողները եւ ֆուտբոլասերները բացահայտելու։ Ներողություն, Նյումեգի ինչ գիրք որ թվարկում եմ, իմ կարծիքով միշտ լինում է ինչ-որ ինտրիգային բաներ, ինչ-որ գաղտնիքների բացահայտում, ինչ-որ փաստեր, այդ ինչ-որ ամենամեծ ֆիշկաներից մեկն է ըստիս Նյումեգի, որը որ ստիպում է յուրաքանչյուրին, որ պետք է պարտադիր գնել գրքերը։ Ես այդպես եմ ընդունում ամենևս։ Դե որովհետև մենք մեր բոլոր գրքերին առանձնահատուկ բոլորին մեկ առ մեկ մենք վերաբերվում ենք այնպես, որ դա առաջին եւ միակ գիրքն է եւ մենք այնպես ենք անում, որպեսզի մեր վերաբերմունքն էլ գրքի եւ տվյալ ընտրված գրքի նկատմամբ ընթերցողը եւս ունենա, փոխանցենք նրան, ինչպես դուք նշեցիք, եւ ոգևորվեն ու կարդան։ Մենք պատահական չենք ընտրում մեր կատալոգի գրքերը, դրանք երկար ուսումնասիրում ենք, Նանեն երկար բանակցում է դրանց իրավունքների ձեռքբերման համար եւ այդ ամեն ինչը շատ հետաքրքիր եւ կուլիսներից այն կողմ գործընթաց է, որը ընթերցողը երբ գիրքը բացում է ձեռքը, երբեք չի կարող պատկերացնել, թե ինչքան ջանք է այդ թղթերի, տառերի, բառերի հետևում թաքնված, որովհետև մենք անսահման շնորհակալ ենք մեր խմբագիրներին, սրբագրիչներին, դիզայներներին, որովհետև նրանք եւս ամբողջացնում են եւ գեղեցիկ արդեն մատուցում ենք մեր գրքերը ընթերցողներին։ Իսկ ինչպես է Summer Fest-ը նպաստում Հայաստանում ընթերցանության մշակույթի զարգացմանը։ Կարծում եմ վերջին տարիներին մեր բոլոր փառատոները ապացուցել են, որ ամեն հաջորդ տարին շատ ավելի մեծ ներգրավվածություն ենք ունենում ընթերցողների եւ այս ձևաչափը կոնցեպտը, որ մենք ընտրել ենք Winter Fest-ը մեր հայ հեղինակներին ներկայացնելու համար, Summer Fest-ը միջազգային բեսթսելերներ ներկայացնելու համար, Franco Fest-ը ֆրանկոֆոն երկրների հեղինակներին ներկայացնելու եւ նաեւ մանկական փառատոնը նպատակ ունեն գրքի շուրջ համախմբելու մարդկանց, որոնք իսկապես մշակութային
մշակութային առօրյայի, հա, ինչ որ բաց են ուզում լրացնել մշակութային կյանքի եւ այս առումով մենք փորձում ենք նրանց շատ բազմավեկտոր հնարավորություններ տալ, այսինքն ոչ միայն կան գիրքը գնեն ու գրքի շնորհանդեսը, հա, լսեն, չնայած շնորհանդեսն ինքնին փորձում ենք այնպեսի ձևաչափով անել, որպեսզի հետաքրքրի եւ ընթերցողին եւ մասնագիտական գրականության դեպքում մասնագիտական համայնքին, բայց մեր ընթերցողները իրենք էլ փաստում են, որ սա այն ձևաչափն է, որտեղ կարողանում են ժամանցը այսպես համատեղել կրթական, մշակութային, հետաքրքիր ինչ-որ բովանդակության հետ եւ անի խոսքը նաեւ շարունակելով գրքերի հետ կապված, կարծում եմ չկա այնպիսի գիրք մեր կատալոգում, որ Նյումեգի թիմը չի կարդացել կամ չի կարդա կամ Նյումեգի թիմի գրական ճաշակին չի համապատասխանի, բայց զուտ կոմերցիոն առումով կորոշենք, որ պետք է հրատարակել։ Մեր բոլոր գրքերը կամ բեսթսելերներ, որոնք մենք վերջնական փուլում որոշում ենք կատարում չթարգմանել, որովհետև չի համապատասխանում մեր խմբագրական որոշակի ստանդարտների։ Այս առումով այնպես չէ, որ մենք միայն բացում ենք New York Times-ի բեսթսելերների ցուցակը ու որոշում ենք, որ հերթականությամբ պետք է բոլորը թարգմանել։ Այս առումով նաև շատ կարևոր է բազմազանությունը, որովհետև մենք ոչ միայն անգլերեն բնագրից ենք թարգմանում, հա, անգլալեզու, այլև լատվիական գրականությունից մինչև չեխական, բուլղարական, իսպանական, այսինքն բազմաթիվ մոտ 20 ու գուցե ավելի լեզուներով մենք թարգմանում ենք, ինչը հայկական փոքր շուկայի համար, փոքր գրական շուկայի համար բավականին լավ ցուցանիշ է։ Նույնիսկ լաքշերի ճաշակ ունեն արտակի գլխավորությամբ, նաև նշենք, որ սիրելի հեռուստադիտողներ, մուտքը ազատ է։ Չմտածեք, որտեղից տոմս գնենք, ինչ անենք եւ այլն, ու եւս մեկ անգամ հիշեցնենք, որ ցանկացած գիրքը գնելու դեպքում գործում է 40% զերծ։ Այո, եւ ոչ միայն մեր գրքերը գնելու դեպքում տաղավարում կսպասվեն անակնկալներ, մեր գործընկերները խաղարկություններ կանցկացնեն եւ այնպես որ եկեք փորձեք գնել շատ գրքեր, դրա դիմաց կստանաք կուպոններ եւ կմասնակցեք տարբեր խաղարկությունների ու նվերներ կստանաք։ Իրավունք չունեք։ Այո, բացի այդ շատ հիանալի հնարավորություն է բավականին մեծ զեղչով 40% զեղչով ձեռք բերել ամառային ընթերցանության պաշարը, այնպես որ դիմաց արձակուրդներ են, մենք այնպես ենք անում, որ մեր փառատոները համընկնեն ու օգտակար լինեն նաև այդ առումով։ Ինչ առաջարկում ֆեստը երեխաներին, որովհետև ինչպես նշեցիք, արձակուրդ է ու հիմա շատ ծնողներ մտածում են, թե ինչ գրականություն կարելի է երեխաներին տալ, որ հետաքրքիր լինի, որովհետև կացանք, որը տալիս են չէ դպրոցում, երեխաները կարդում են ստիպված կամ դե պարտադիր է կարդալը սկզբունքով, բայց ֆեստում վստահ եմ կան գրքեր, որոնք գրավեն մեծ համարձակությամբ կարելի ասել բոլոր երեխաներին։ Դե բնականաբար առաջին հերթին մեր սպորտային գրքերը, որոնք այս տարի, ինչպես նշեցինք, համալրում ենք եւս երկուսով, դրանք շատ կարեւոր են, որպեսզի պատանիները կարդան ու անկախ նրանից նրանք կգնան սպորտի ուղղությամբ թե ոչ, դրանք կարեւոր դասեր են, մարդկային օրինակներ են, որպեսզի իրենք հաջողեն իրենց կյանքի այլ բնագավառներում։ Մենք մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցավ մեր մանկական գրական փառատոնը, որի շրջանակում մոտ 5 գիրք ներկայացրեցինք, այնպես որ Նյումեգի մանկական կատալոգը եւս համալրվել է, նրանք ովքեր չեն կարողացել ներկա գտնվել երազ մանկական փառատոնին, կարող են արդեն Summer Fest-ին մեր տաղավարում ծանոթանալ մանկական նոր հրատարակությունների հետ եւս, եւ ես կուզեի նշել եւս մեկ այդ մասին խոսեցինք, բայց ավելի մանրամասնել մի կարևոր գրքի մասին։ Նյումեգի կատալոգում մենք կամաց արդեն աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի ներառենք նաև դասական գործեր։ Մեր երկրորդ գուցե այս տեսակ աշխատանքը Ալեքսանդր Դյումայի 3 հրացանակիրներն է։ Երևի կմտածեք ինչու եք վերահրատարակում, որովհետև բոլորը արդեն կարդացել են այն։ Ոչ, որովհետև մենք չենք կարդացել ամբողջական տարբերակը եւ չենք կարդացել բնագրից հայերեն թարգմանությունը, մինչեւ այս եղել է ռուսերենից միջնորդավորված թարգմանություն եւ առաջին անգամ Սամվել Գասպարյանի հրաշալի թարգմանությամբ մենք ունենալու ենք 3 հրացանակիրները արդեն լիարժեք, ամբողջական, առանց գրաքննության եւ կրճատումների եւ այնտեղ անգամ հայկական
անուններ եւս կբացահայտվեն ընթերցողի համար, այնպես որ Դարտանյանի եւ ընկերների պատմությունը մենք կարդալու ենք լրիվ նոր հայացքով, նոր հայերենով եւ նոր մատուցմամբ, այնպես որ Սուսերամարտը ասպետների արվեստը այնպես չի, որ մեր սպորտային զոնայում պատահական է հայտնվել, բացի դրանից Սուսերամարտի դպրոցի սաները շոու են ցուցադրելու եւ մեր համերգային հատվածում էլ ունենալու ենք պարգին որպես սպորտային, այո, սպորտային եւ գրական միջոցառման երաժշտական երանգը հաղորդող հյուր։ Ես, այսինքն ճիշտ հասկացա, մենք երեք հրացանակիներին ես որոնակ հիշում եմ սովետական ժամանակվա թարգմանությամբ ինքը մի տեսակ գույներ կար, որոնք բացակայում էին երևի իր մեջ ու հիմա Նյումեգը հենց դա է անում, որ յուրաքանչյուր գրքի մեջ իր նոր գույնն է տալիս, որ էլ ավելի գրավիչ է դարձնում ամբողջական պատկերն է կարելի ասել։ Դուք կարդացել եք ու այսպես ենթագիտակցորեն զգացել եք այդ գույների բացակայությունը, գուցե պատճառը նախ այն է, որ հենց ֆրանսերենից չէր թարգմանված, այլ ռուսերենից, իհարկե ռուսական թարգմանական դպրոցը հրաշալի դպրոց է, բայց երբեք չես համեմատի բնագրից թարգմանության հետ։ Եվ երկրորդը իհարկե սովետական շրջանում ակնհայտ է, որ գրաքննության այսպես դրվագներ կարող են լինել նաև հենց գրքերում եւ սա էլ այդ դեպքերից է եւ այս գրքում արդեն մեր նոր սերունդը կարող է կարդալ Դյումա ամբողջական բնագրից թարգմանած, բնօրինակից թարգմանած եւ այս առումով մենք Դյումայի այլ գործեր եւս թարգմանելու ենք, ներկայացնելու ենք ու արդեն կարելի է ասել, որ մարդիկ կարող են սկսել այս գրքից եւ հետո արդեն այսպես կոլեկցիոների նման հավաքել մյուս գրքեր, որովհետեւ շապիկն էլ շատ այսպես օրիգինալ հրաշալի մի բան է Էդիկը Պողոսյան ստացել մեր դիզայները, այնպես որ կարծում ենք, որ սա այն գիրքն է, որը այսպես դասական է ու բոլոր սերունդները պիտի կարդան եւ մեր նոր սերնդի համար սա շատ գրավիչ տարբերակ կլինի սկսել իրենց հրաշալի նվեր է նաեւ։ Մի այլ շնչով կկարդացի վստահ եմ ու կարծում եմ ինչ որ բաներ կա, որը որ բաց են թողել ու դուք լրացրել եք այդ բացերը։ Այո, մենք այդ կարելի է ասել բացահայտումը ունեցանք, երբ մանկական մատանաշարի համար վերահրատարակում էինք Ամիչիսի սիրտը ստեղծագործությունը, որը ինչպես նշեցիք, դպրոցական պարտադիր ընթերցանության ցանկում է։ Այդ գիրքը եւս 60-ականներին, 70-ականներին մի քանի անգամ վերահրատարակվել է, անգամ 90-ականներին, բայց դրանք եւ այդ գիրքը եւս եղել է ռուսերենից թարգմանությամբ, եւ երբ մենք իտալերեն բնագրից սկսեցինք թարգմանություն պարզվեց, որ այն գիրքը, որը կա արդեն գրախանութներում սովետական գիրքը, որը կարդում են մեր երեխաները, այդ գրքում բացակայում է մի ամբողջ 14 գլուխ, դուք պատկերացնում եք, գրեթե գրքի կեսը թարգմանված չի եղել եւ գրաքննված է եղել։ Եվ ինչպես նշեցիք, մանկական մատենաշարում ծնողները երեխաների համար կարող են այս հրաշալի գիրքը եւս ընդգրկել, Սիրտը, որը դպրոցականի օրագիր է եւ պատմում է կարևոր արժեքներ է փոխանցում հայրենասիրություն, ընկերություն, ծնողների նկատմամբ հարգանք եւ այլն։ Այնպես որ այսպիսի դասական գործերին նորովի մոտեցումը մեր նոր քաղաքականությունն է լինելու եւ մենք փորձելու ենք այսպիսի շատ կարևոր գրքեր, դասական գրքեր եւս մեր բեսթսելերների կողքին ներկայացնել։ Դե ինչ մեզ մնում է եւս մեկ անգամ իջեցնել մեր հեռուստաեթոդին, որ հունիսի 27-ին ժամը 17-ին քենսել եք անում աղջիկներով Արամի փողոց վրասրճարան գնալը, քենսել եք անում ցանկացած ինչ որ X միտեղ հավաքվել եւ բամբասվել է, երեխաներով, ընկերներով, գործընկերներով գնում ենք Երազայգի, որովհետեւ հունիսի 27-ին ժամը 17-ին դեռ կունենա 6-րդ այն անունմեջ արդեն ամառվա ամենասպասված գերական մշակութային ու այս տարի նման մարզական Summer Fest փառատոնը։ Մեր հյուրերն էին Նյումեգ հրատարակչության գրական ծրագրերի պատասխանատու Անի Հակոբյանը եւ հրատարակչության կորպորատիվ եւ միջազգային գործակցության պատասխանատու Նանե Մանուկյանը։ Դուք այն հյուրերն եք, որոնց համար արժե վաղ արթնանալ, գալ աշխատանքի, որովհետև իսկապես շնորհակալություն այն ահռելի աշխատանքի համար, որ դուք եք անում Նյումեգի ողջ թիմին շնորհակալություն եւ ողջույններ ու հուսով եմ, որ ձեզանից բացի Նյումեգից շատերին արդեն կյուրընկալ ենք մեր տաղավարում։ Շնորհակալ ենք շատ։ Ու հիշեցնում ենք ես մեկ անգամ, մուտքը ազատ է, իսկ գրքերի վրա գործում է 40% զերծ։ Գնացեք գիրք գնեք,
40% զեղչով ոչ թե այն շորիկը, որ տեսել եք այս ML-ը։ Ընդմիջում ենք շատ արագ, ունենք եւս մեկ հյուր, շատ սիրուն կարևոր թեմայի շուրջ ենք խոսելու, մնացեք մեզ հետ։